Ողջույն սիրելի հայրենակիցներ, հեռավար կապով հարցազրույցի եմ հրավիրել Հայաստանի ժողովրդական շարժման առաջնորդ Վազգեն Պետրոսյանին։ Բարև ձեզ, պարոն Պետրոսյան, եւ շնորհակալ եմ հարցազրույցից հրավերը ընդունելու համար։ Բարի օր ձեզ, առիթից օգտվելով նաև ուզում եմ շնորհավորել 2026 թվականը գալիք նոր տարին եւ գալիք Սուրբ Ծնունդը համայն հայ ժողովրդին, թող այս տարի լինի առանց կորուստների տարի, լինի նոր ձեռքբերումների տարի եւ մեր կորուստը միայն լինի այսօրվա իշխանությունները, ովքեր որ բացի դավաճանություն հայ ժողովրդին ուրիշ ոչ մի բան չեն բարգեւել։ Շնորհակալ եմ, պարոն Պետրոսյան, մինչ մեկ-մեկու փոխանցում ենք շնորհավորանքներ, երեք երեկոյան հերթական դավադրության ականատեսը եղանք, ուշ երեկոյան էր վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը իր շուրջը համախմբված այդ 10 տիրադավերի հետ միասին կառավարական ամառանոցից մի հայտարարություն հնչեցրեց։ Իդեպ այդ հայտարարությունը նա անվանում է Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու բարենորոգման մեկնարկ եւ իր խոսքով ճանապարհային նոր քարտեզ են ներկայացնում, որով պիտի բարենորոգեն ըստ իրենց մեր եկեղեցին։ Տեղեկացնեմ, որ այդ հայտարարության երկրորդ եւ երրորդ, եթե չեմ սխալվում, կետերում ուղղակիորեն շեշտադրված է հետեւյալը, որ եկեղեցու պետի հերացում հանգստի կոչում։ Ուշադրություն դարձրեք ամենայն հայոց կաթողիկոսին նա անվանում է պետ, եւ մյուս կետով էլ շեշտվում է սահմանված կարգով կաթողիկոսի ընտրություն, այսինքն սա այն հիմնական նպատակն է, որին պատրաստվում է վաղուց արդեն Փաշինյանը։ Եվ նույն այդ հայտարարության մեջ մենք կարդում ենք, որ ձևավորում են համակարգող խորհուրդ, որն է պետք է իրականացնի իրենց կողմից հռչակված այդ բարենորոգումների ընթացքը։ Հիմա, պարոն Պետրոսյան, հասկանանք, թե ինչ նոր, այսպես իրավիճակի առաջ է նա մեզ կանգնեցրել, ինչ եկեղեցական քայլի մեկնարկի հետ մենք գործ ունենք։ Փաշինյանը նկատեց, որ իրեն հետևորդների թիվը պակասել է եւ նպատակ կա նոր թափ հաղորդել այդ հակաեկեղեցական շարժմանը, թե նրա այս նոր քայլը կարող եք մեկնաբանել աշխարհ-քաղաքական վերջին զարգացումներով։ Գուցե կա նման բան։ Սկսենք դրանից, խնդրեմ, լսում ենք ձեզ, պարոն Պետրոսյան։ Գիտեք, նախ եւ առաջ Նիկոլի հարձակումը հայոց եկեղեցու վրա նորություն չի։ Ինքը դեռևս իր թերթով հայկական ժամանակով 1996-7 թվականներից սկսած ինքը միշտ դեմ է եղել հայոց եկեղեցուն։ Եվ այդ իսկ պատճառով չի պիտի համարել սա նոր հարձակում իր կողմից հայոց եկեղեցու վրա։ Երկրորդ հերթին այն ինչը որ երեք գիշեր իրենք հրապարակեցին եւ հայտարարեցին ինքը եւ այն 10 ես կասեի չէի ասի տիրադապ, այլ կասեի գործակալներ, օտարերկրյա գործակալներ, իրենք իրականության մեջ մեկ նպատակ ունեն, որ իրենց տերերին ցույց տան, որ դեռ մենք պիտանի ենք եւ մեր պիտանելիության ժամկետը չի անցել եւ մենք դեռևս կարող ենք իրականացնել ինչ-որ գործողություններ։ Եվ հիմնականը դա է։ Եթե չէ, մնացածը անկեղծ ասած իրենից ոչ մի բան չի ներկայացնում։ Այդ հայտարարությունը, այդ ստորագրությունները, այդ 10 եպիսկոպոսներն ու arczepiskopոսները Նիկոլի հետ միասին, իրենք կրակ լինեն, մի բաժակ ջուր լցնեն իրենց վրան, իրենք կմարվեն։ Ճիշտ է, իրենք վնասում են հիմա հայ ժողովրդի հեղինակությանը, վնասում են Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, հայ ժողովրդի անվտանգությանը, բայց իրենք իրենցից ոչինչ չեն ներկայացնում, որ ուզենան հայ առաքելական եկեղեցու մեջ որևիցե փոփոխություն իրականացնեն, մանավանդ այն կառույցը, որ ունի 1700 տարվա պատմություն։ Եվ հայոց առաքելական Սուրբ եկեղեցին 1700 տարվա ընթացքում 1700 անգամ նմանատիպ դավաճանական արարքների ականատեսն է եղել։ Այնպես որ մեր եկեղեցի իմունիտետը բավականին բարձր է եւ սրանք շատ փոքր են, որ ուզենան նմանատիպ ինչ-որ մի բան անեն։ Ուղղակիորեն իրենք հիմա մանավանդ Մադուրոյի ձերբակալությունը Վենեսուելայում ցույց տվեց, որ արդեն աշխարհը կարող է ուժեղների կողմից այլ կերպ կառավարվել։ Միացյալ Նահանգները հարձակվելով եւ Մադուրոյին ձերբակալելով իր օրինական պետության եւ օրինական իշխանության ղեկավարին,
Առիթ է տալիս արդեն մնացած ուժեղներին, որ իրենք իրենց թշնամիներին չեզոքացնեն նույն ձև։ Հիմա Նիկոլը ձեռով ոտ է ընկել, որ ասի ամերիկացիներ, արևմուտք, արեք ինձ օգնեք, եթե չէ կարող է այստեղ վատ ավարտ լինի։ Սա է խնդիրը։ Հա, Ինքը չի այս ուզում իր պիտանելիության ժամկետը կորսած համել։ Ճիշտ է, ինքը ժամկետանց է, բայց չի ուզում ցույց տա դա։ Բայց պարոն Պետրոսյան, այսինքն այստեղ ուզում հասկանալ մի հատ աշխարհ-քաղաքական հայ, այդ որ ասացինք ազդեցությունների նպատակը կամ իր վախերը, Փաշինյանի վախերը հնարավոր զարգացումներից։ Այսինքն ինքը մտածում է, որ ամեն դեպքում մեկ էլ հանկարծ մի օր Թրամփը կարող է նկատել կամ եվրոպական երկրները կարող են նկատել, թե որքան մեծ բռնապետ է այսօր նստած Հայաստանի իշխանության ղեկին եւ փորձե նրան հեռացնել։ Այն դեպքում, երբ որ Փաշինյանը իր քայլերով ուղղակիորեն ամենանպաստավոր, կարելի է ասել, վարչապետն է, նրանց բոլոր հրահանգները կատարող։ Սա ուզում եմ հասկանալ, խնդրեմ։ Գիտեք ինչպես է, քաղաքականության մեջ չկան մշտական դերակատարներ։ Մгм. Ես երեկ մեկ հատ նյութ էի իմ Facebook-յան էջի վրա տեղադրել, որտեղ որ ցույց է տալիս, թե ինչպես են աստիճանաբար արևմուտքը փորձում իշვა, ոչ միայն արևմուտքը, այլ ցանկացած այլ հզոր պետություն փորձում գրավել ավելի թույլ պետությանը։ Եվ այնտեղ 6-րդ կետում հետևյալ կետն էի նշել, որ երբ որ ամեն ինչը իրականացվում է, գալիս է գլխավոր դերակատարի փոփոխություն։ Եվ դա պարտադիր է, քանի որ այդ գլխավոր դերակատարը իր բոլոր դերակատարումները իրականացրել է եւ իր վրա դրված բոլոր առաքելությունները իրականացրել է, եւ հիմա արդեն ինքը վարկանիշ չունի տվյալ երկրում եւ տվյալ ժողովրդի մոտ։ Ոստի իրեն պետք է փոխարինել ավելի բարձր վարկանիշ ունեցող, բայց նույնպես նույն ժամանակ իրենց գործակալը հանդիսացող անձի հետ։ Հիմա Նիկոլը դա շատ լավ հասկանում է։ Եվ նմանատիպ իրավիճակներ մենք աշխարհում շատ ենք տեսել։ Նույն արևմտյան պետությունների կողմից, որ իրենք հարձակումներ են իրականացրել տարբեր երկրների վրա կամ իշխանափոխություններ են իրականացրել, որոշ ժամանակ հետո դա անում են։ Նիկոլը արդեն իր առավելագույնը արել է։ Արցախը հանձնեց, հայ-թուրքական, այսպես ասած, թշնամությունը փորձում է վերածել բարեկամության, որը չի ստացվի, Հայաստանի Հանրապետության տարածքից 200 քառակուսի կիլոմետր եւ դեռ մի քիչ ավել հանձնել է Ադրբեջանին, հայկական բանակը թույլատրել է ազգային անվտանգության ծառայությունը ոչնչացրել է, արտաքին գործերի նախարարությունը ոչնչացրել է, գիտություն ու կրթությունը ոչնչացրել է, առողջապահության նախարարությունը ոչնչացման եզրին է, այսինքն ինքը բոլոր պետական կառուցվածքը հանդել է։ Եվ հիմա արդեն նոր դերակատարում չունի, եւ քանի որ ինքը ավելի նոր դերակատարում չունի, ինքը իր համար ստեղծում է նոր դերակատարում, նոր աշխատանք։ Եվ դա հայ ժողովրդի հոգևոր կենտրոնին թույլատնելը եւ հարվածնելն է։ Սա է իր խնդիրը։ Եվ հիմա ինքը ուզում է ցույց տա, որ ի վիճակի է նմանատիպ ծառայություն էլ իրականացրի, ուստի իրեն չի պիտի ձեռ տան։ Նիկոլը եւ Նիկոլի նման մարդիկ հոգեբանության իրենց համար ամենակարևոր իրենց կաշին է։ Մինչև անգամ իրենց սեփական երեխաները, ծնողները, կինը, ոչ մեկը իրենց մոտ արժեք չունեն, բացարձակ արժեք չունեն։ Եվ Նիկոլը անընդհատ առիթներ ունեցել է դա ապացուցի եւ ի ցույց դնի, որ իր համար ոչ մի անձ կարևորություն չունի, բացի իր սեփական կաշվից։ Եվ ինքը բոլորին մեկ-մեկ զոհելու է եւ վերջում էլ ասելու է, որ ես մեղավոր չեմ։ Ես մեղավոր էի, բայց գլխավոր մեղավորը չեմ։ Բոլորս հիշում ենք իր այդ Ասել ելույթը։ է արդեն, այո։ Եվ ինքը նորից կրկնելու է։ Ինքը նորից կրկնելու է բոլոր ԿՊԱ-ականներին ասելու է, որ դուք որ 2025-ի դեկտեմբերին երկում եք, որ գնաց քո հետ կգամ, դուք թափահաս մարդիկ էիք, չէ՞։ Հիմա պատասխան տվեք, արեք, գնացեք։ Եվ չի բացառվում, որ գալիք ընտրությունների նախօրյակին ինքը կազմակերպի մահափորձ ինչ որ ԿՊԱ-կանի դեմ եւ դրանով հայտարարի արտակարգ դրություն Հայաստանում եւ չգնա ընտրությունների։ Քան որ իր վարկանիշը օր-օրի, ժամ-ժամ ավելի է իջնում։ Եվ Մгм. սա կհասնի մի մակարդակ, որ արդեն ընտրության գնալը դառնալու է անիմաստ։
Ոստի ինքը փորձելու է մինչև որ այդ իրավիճակը լարել հնարավորին չափ շատ, որպեսզի ինքը ունենա հնարավորություն արտակարգ դրություն հայտարարելու եւ ընտրությունները հետաձգելու, քանի որ իր ողջ մնալու միակ բանաձևը դրանում է կայանում։ Ինքը այլ իր ելք չի թողնում ոչ իր համար, ոչ էլ հայ ժողովրդի համար։ Պարոն Պետրոսյան, այսինքն դուք կարծում եք, որ Փաշինյանը այն համոզման է, որ ինքը չի կարող վերընտրվել, ներուժը այդքան չի բավարարի, թեպետ այսչափ մեծ օժանդակությանը, թե արտաքին աշխարհից Եվրամիության ֆինանսական օժանդակությունը նաև նկատի ունեմ, Թուրքիայի եւ Ադրբեջանի նաև թիկունքին կանգնած լինելու հանգամանքը, ներսում ունենք եւս իր աջակիցների մի ոչ քիչ բանակ, պետական համակարգը հետը, բանակը միաժամանակ եւ ինչու ոչ վերջերս մարդիկ ինձ նաեւ ասում էին, որ անշարժ գույքի գործակալությունում գրանց գալիս են մարդիկ են բնակարաններ ստանում, որոնք ազգությամբ ադրբեջանցիներ են։ Ես հիմա հրապարակում եմ մի ինֆորմացիա, շատ լավ կլինի, որ հետևից գնան նաեւ որոշ, եթե կա մեր երկրում անկախ իրավական համակարգ, թուրքեր եւ ադրբեջանցիներ են ստանում նաեւ գնում այդ բնակարանները եւ նաեւ հնդիկների վրա է նրա հույսը նաեւ ոչ քիչ թվով ես առիթ ունեցա այս ազատ օրերին լինել մեր մարզերում եւ համոզվեցի, որ բազմաթիվ հնդիկներ, դրսի ինչ որ պաղեստինցիներ գուցե նաեւ եւ տեղի բնակիչները գիտեք ինչ էին ասում, ասում էին մեծ մասը գրանցում ունի, ժամանակավոր է թե ինչպես եւ իրենք կարող են մասնակցել ընտրություններին։ Այսինքն Փաշինյանը ստեղծել է բավական լուրջ բազա, ներուժ ավելի ճիշտ, իր վերընտրության համար։ Հիմա դուք կարծում եք, որ ինքը կասկած ունի, վախ ունի, որ չի վերընտրվի եւ նման քայլերի է գնում, որ เป զի լինի քաղաքացիական Միանշանակային։ պատերազմ եւ դրանով տեղի չունենա, ասենք, ընտրություններ, հա։ Միանշանակային։ Գիտեք ինչի համար։ Նիկոլը ինքը շատ լավ գիտի, որ պետական համակարգը եւ պետական ծառայող անձերը հիմնականում ռացիոնալ մտածողներ են։ Եվ այդ ռացիոնալ մտածելակերպը բերելու է նրան, որ եթե տեսնեն ինքը թուլացած է, իրեն ձայն չտան եւ հրաժարվեն իրենից։ Եվ այդ ժամանակ ինքը կկործանվի։ Որպեսզի այդպիսի իրավիճակ չստեղծվի, ինքը ուզում է ցույց տա, որ երկրի տեր ու տիրականը միայն ինքն է։ Դրա համար ձերբակալում է 4 եպիսկոպոսների եւ arczepiskopոսների, հարձակվում է հայոց առաքելական Սուրբ եկեղեցու վրա, ձերբակալում է Սփյուռքից եկած մեծահարուստներին, եւ հազար մեկ ուրիշ ոչ օրինական գործողություններ թույլ տալիս եւ միջև անգամ իր երեք գիշերվա հայտարարությունով ինքը ցույց է տալիս, որ պատրաստ է ոտնահարել նաեւ սահմանադրությունը եւ իր դեմ խաղ չկա։ Եվ այդ ամեն ինչը անում է միայն նրա համար, որ այդ պետական համակարգի աշխատողները, պետական ծառայողները վստահ լինեն, որ իր դիրքերը ամուր են։ Ահա, Բայց եթե մարդու դիրքերը ամուր լինեն, ինքը չի գնա նմանատիպ քայլերի։ Ինքը կարիք չունի ինքնաներկայացման։ Իսկ եթե մարդը ինքնաներկայացման է գնում, նշանակում է, որ իր վիճակը ծանր է։ Եվ ինքը շատ լավ հասկանում է, որ այդ հնդիկները կամ չգիտեմ արաբները կամ Աֆրիկայից եկած սևամորթերը, որոնց թիվը քիչ չի Հայաստանում, այս պահին կարող են իրեն ձայն տան, որ ինքը մնա իշխանության վրա, բայց այդ մարդիկ չեն կարող իրեն իր անվտանգությունը ապահովել։ ահա, Նիկոլը շատ լավ հասկանում է, որ եթե շատ քիչ մարդ մասնակցի ընտրություններին եւ ինքը հաղթի շատ քիչ ձայներ, այսպես ասած, կորզելով ժողովրդից, թեկուզ հսկայական խախտումներով, դրանից հետո ինքը կարող է Սերժի նման 9 օր էլ վարչապետ չմնա։ Եվ շատ արագ ինքը կորցնի ամեն ինչը։ Նիկոլը հիմար չի, այնպես ինչպես որ շատ շատերը մտածում են, ինքը անմեղսունակ չի։ ահա, Ինքը շատ լավ մտածում է եւ իր կողքին կան եւ ֆրանսիական, եւ անգլիական, եւ ամերիկյան տասնյակ խորհրդականներ եւ վերլուծական կենտրոններ, ովքեր որ իրեն խորհուրդներ են տալիս, թե ինչ անի իր վարկանիշը բարձրացնելու կամ տարբեր գործողություններ իրականացնելու համար։ Եվ վերջիվերջո մեր նման փոքր պետությունները իրենց կառավարման համակարգը օլիգարխիկ համակարգ է։ Եվ այս օլիգարխիկ համակարգի մեջ կարևոր դերակատարություն ունեն օլիգարխները։ Եվ եթե մենք ուզում ենք տեսնենք, թե ինչ է լինելու գալիք ընտրությունների ժամանակ, մենք պետք է նայենք տեսնենք, թե օլիգարխներից ովքեր են իրենք իրենց գումարները հանում Հայաստանից։ Եվ ոչ թե նոր
այլ վերջի 3-4 տարվա ընթացքում արդեն մեր մի շարք օլիգարխներ իրենց հիմնական կապիտալը Հայաստանից հանում են։ Եվ այդ ամեն ինչը կենտրոնական բանկում երևում է։ Ուստի ինքը շատ լավ հասկանում է, որ իր վիճակը ծանր է։ Ցուցադրական առումով 1500 տոննա բենզին գնելով Ադրբեջանից կամ չգիտեմ ինչեր անելով, խորհրդանշանական այս քայլերը չի նշանակում խաղաղություն։ Թեպետ իրենք խոսում են, կներեք, անգամ Ու իրենք շատ բաների մասին են ԿՊ-ի խոսում։ ամբողջ շրջապատը, Նիկոլ Փաշինյանի ամբողջ շրջապատը, ԿՊ-ականները, նրանց վերլուծաբաններով, անգամ ասում են հաստատված է այլևս խաղաղությունը։ Թեպետ շեշտում են, ասում են, դե Գիտեք, իհարկե դեռ սահմանները լիովին բացված չեն, դեռ փաստաթուղթը չկա ստորագրված, բայց հաստատված է խաղաղությունը։ Լավ, այս մերկապարանոց այս սուտը մինչև ուր կարող է ձգվել։ գիտեք ինչպես է, եթե մարդիկ մի քիչ գրագետ են, գրագետ, չեմ ասում ունակ են մտածելու, այլ գրագետ են, եւ գրել կարդալ գիտեն, թող կարդան, որ 1921 թվականից հետո, երբ սովետական միության շրջանակներում սովետական Հայաստանը եւ սովետական Ադրբեջանը իրար հետ սահմանները բացեցին եւ սկսեցին առևտուր անել, այդ առևտուրը, այդ խաղաղությունը, ճակերտավոր խաղաղությունը երկար չդիմացավ։ Այո։ Նախիջևանը դատարկվեց, հայը թափվեց։ Տեսանք Սումգայիթի եւ Բաքվի ջարդերը, տեսանք Արցախյան պատերազմը։ Իրենք ուղղակիորեն ոչ թե ը, գիտեք, ՔՊ-ն, իրենք խամաճիկների հավաքածո մի կազմակերպություն է, որտեղ շնորհիվ ամերիկյան եւ արևմտյան այլ գործակալությունների CIA-ի, MI6-ի, ֆրանսիական DST-ի, թուրքական MIT-ի, իսրայելական Մոսադի տարբեր երկրների այսպես ասած ազատության գործակալները հավաքվեցին մի կառույցի մեջ, որպեսզի կարողանան Հայաստան քարուքանդ անել։ Պիտի շնորհակալություն հայտնել Նիկոլին, որ իր ջանքերով եւ իր ուղակի միջամտությամբ այդ բոլոր գործակալական ցանցը եւ հայոց եկեղեցում, եւ պետական համալսարանում, եւ պոլիտեխնիկում, եւ մշակութային գործիչների մեջ, եւ հասարակական գործիչների մեջ, բոլորին ինքը հանեց ջրի երես։ Մ, Եվ այդ կեղտը մասամբ հիմնական մասը ջրի երեսում է հիմա։ Այսինքն նախկինում եթե պետք էր տանջվեր որևիցե մեկը, որպեսզի հասկանար, թե այդ կեղտը որտեղ է, բայց հիմա արդեն ջրի երես է։ դե Հիմա այն իբրև մշակույթին համատեղ գործիչը, գործելու այն այն ժամանակ։ այն մշակույթին գործիչը, որը ժամանակին հայտարարում էր, որ պետք է ճիպոտել, այդ մարդը ինքը իրեն արդեն վառել է։ Մնացածը եւ լրագրողական շրջանակներում, եւ մեդիա դաշտում, բոլոր տեղերում արդեն այդ կեղտը ջրի երես է հելել։ Եվ արդեն ժողովուրդը ինքը շատ լավ տեսնում է, թե ով է։ Ճիշտ է, դեռ էլի թաքնված շերտեր կան, բայց հիմնական մասը ջրի երես է ելել։ Մ, Երբ որ փրփուր ջրի երես է հելնում, բոլորը մտածում են, որ վիճակը ծանր է, եւ դա շատ բնական է։ Բայց ընդհանրապես պետք է այդ փրփուրը հավաքել եւ թափել։ Նորից ջուրը ամենակարևոր բարձվելու է։ ամենակարևոր քայլը, որը դեռ մեզ չի հաջողվել, դրան փոքրանց կանդրադառնանք, պարոն Պետրոսյան, տեսեք, ի սկզբանե այս պիղծ գործընթացը սկսվեց այն պնդմամբ, թե ամենայն հայոց կաթողիկոսը զավակ ունի։ Դրանից հետո եկան հասան նրան, թե այդ մոռացվել է հիմա ի դեպ ասեմ, հա, երեխա ունենալու այդ հանգամանքը այլևս մոռացվել է։ Հիմա հասան նրան, թե 1999 թվականի ընտրությունները կեղծիքով են տեղի ունեցել, կաթողիկոսի ընտրությունը կեղծվել է։ Դրանից հետո էլի մի փոքր լռեցին, հիմա Փաշինյանը հստակ հայտարարում է, ասում է, կաթողիկոսը, նրա մերձավորները Հայաստանի անկախության, պետության դեմ, ինքնիշխանության դեմ, հիբրիդային պատերազմի գործիքներ են եւ եկեղեցին վերածել են այդ գործիքի։ Սա մեկը մեկով համընկնում է Փաշազադեի հայտարարության հետ։ Հիշում եք, Գիտեք, Արեկ, անցած անկեղծ տարվա։ ասած, ես բացարձակ ցանկություն չունեմ Փաշազադեին քննարկել եւ վերլուծել իր խոսքերը, Նկատի ունեմ, քանի որ որ գործվում է
Փաշինյանը։ Գիտեք, Նիկոլը Ալիևը, Փաշազադեն, Կճոյանը եւ մնացածը բոլորը նույն տեղից սնվող անձիկ են։ Այդ իսկ պատճառով շատ բնական է, որ բոլորի խոսույթը պետք է լինի նույնը։ Նույն arczepiskopos Կճոյանը մոռացել է, որ 1999 թվականին Գարեգին երկրորդի կաթողիկոս դառնալու համար ինչ վազքեր էր իրականացնում։ Եթե մոռացել է, կարող եմ իրեն հիշեցնել։ Կարող եմ իրեն հիշեցնել։ Եվ ինքը լավ գիտի, որ կարող եմ իրեն հիշեցնել։ Կամ Վազգեն arczepiskopos Միրզախանյանը, եթե մոռացել է, թե ինչպես էր տեղեկատվությունը, որ հավաքվում էր աղանդավորների դեմ, հայտնվում աղանդավորների մոտ նորից, ես իրեն կարող եմ հիշեցնել։ Կամ մնացած arczepiskoposներն ու եպիսկոպոսները, որոնք որ տարիներ ի վեր եղել են տարբեր տեղերում, իրենց գործողություններն ուզանա, կարելի է հիշեցնել բոլորին։ Բայց խնդիրը դրանում չի։ Խնդիրը նորից եմ ասում, կաթողիկոսը երեխա ունի կամ չունի։ Ձեզ ինչ։ Ձեզ ինչ։ Այդ մարդը իր պատասխանը տալու է Աստծո առաջ։ Դուք ով եք, որ իրենից պատասխան եք պահանջում։ Սա մեկ։ Երկրորդ հերթին։ Ամենայն հայոց կաթողիկոսը ինքը ընտրվում է Գերագույն հոգևոր խորհրդի միջոցով։ Այդ 10 իրադավ ասեմ, գործակալ պախու ասեմ, անհայրենիք եւ անսկզբունքային ասեմ, ինչ ասեք իրենց կպնում է։ Դժբախտաբար կպնում է։ Նաեւ Նիկոլին է կպնում։ Քանի որ իրենց ապրած կյանքով դա ապացուցել են։ Իրենք ապացուցել են, որ ոչ մեկը հայության հետ կապ չունեն։ Եվ վերջի ապացույցը եղավ այս վերջի տարվա ընթացքում իրենց կատարած դավաճանական քայլերը։ Էլ ուրիշ ոչ մի բան չի պիտի ասել։ Դուք դավաճանից ինչ եք սպասում։ Դավաճանից սպասում եք, որ սեփական ժողովրդին լավություն անի, չի անելու։ Դավաճանը դարպասները բացելու է քաղաքին, որպեսզի թշնամին ներս մտնի։ Դուք հայերս լավ ասացվածք ունենք, ասում են գայլի գլխին ավետարան են կարդում, գայլն ասում է շուտ արեք, ոչխարներ գնացին։ Նույն իրավիճակն է, դուք ինչ եք ուզում այս դավաճաններից։ Պիտի դադարել այս դավաճաններին լսել, դադարել այս դավաճանների նկարները տարածել, պետք է դադարել այս դավաճանների հայտարարությունները տարածել, թեկուզ իրազեկման առումով, թեկուզ իրազեկման առումով։ Այսօր ընդդիմությունը ավելի շատ է տարածում երեք գիշերվա Նիկոլի հայտարարությունը, քան թե ՔՊ-ն։ Լավ ժողովուրդ ջան, խորհուրդ եմ տալիս բոլոր լրատվամիջոցներին, կարդան Գեբելսի մեթոդները։ Իմիջայլոց 2 օր առաջ իմ էջի վրա դրել են, Facebook-յան էջի վրա կա։ Կարդացեք, տեսեք, թե ինչպես են տարածում տեղեկատվությունը եւ մանավանդ կեղծ տեղեկատվություն եւ ինչպես են պրոպագանդում սեփական անձը։ Չմոռանաք, որ բացասական գովազդը ինքը գովազդ է։ Նույն մեթոդաբանությունից օգտվում է Թրամփը, նույն մեթոդաբանությունից օգտվում է Նիկոլը, նույն մեթոդից օգտվում է Զելենսկին։ Լավ, ինչու է այս մարդկանց ջրաղացին ջուր լցնում։ Չի պիտի այսպես վարվել։ Մեթոդաբանությունը պիտի փոխվի։ Արձակման թիրախները պետք է փոխվեն, եթե ուզում եք ձերբազատվեք այս իշխանություններից։ Այստեղ մի հարց եմ ուզում տալ, որպես լրագրող ինձ հետաքրքրեց դա, պարոն Պետրոսյան, օրինակ, այո, մենք լրագրողներս էլ տարածում ենք նրա հայտարարությունները, տարածում ենք, օրինակ, երեկվա իր այդ հայտարարությունը, այդ տիրադավների հետ, հա, կառավարության ամառանոցից հնչեցրած սրա խոսքը, ինքս էլ եմ տեղադրել մեր YouTube-յան ալիքում։ Ուղղակի զուտ խորհուրդ, եւ կարծում սա մեր բոլորիս համար, մեր լրագրողների համար օգտակար կլինի ձեր այս խորհուրդը։ Չտարածեինք, չտեղեկացնենք, ասենք, թե ինչ է կատարվում, հա? Լռենք, ինչպես անենք, ինչպես վարվենք այս դեպքում, հետաքրքիր է, էլի։ Ինչ գործիքակազմ եք Տեսեք, առաջարկում։ երբ որ լրագրությունը դասավանդվում է պետական համալսարանում եւ ուսանողները այնտեղ լսում են, այնտեղ նաեւ իրենք անցնում են հիբրիդային պատերազմ։
Հիբրիդային պատերազմի մաս է կազմում նաև ճանաչողական պատերազմը։ Հա, Ճանաչողական ահա, պատերազմը ունի իր տրամաբանությունը եւ իր մոտեցումը։ Եթե դուք ուզում եք ձեր թշնամուն ոչնչացնեք եւ իրեն գահից գցեք, չի պիտի իր մեթոդաբանությամբ իրեն քարոզեք։ Քարոզչության մեթոդաբանությունը պետք է լինի այլ կերպ։ Նախ եւ առաջ պետք է հասարակության ընդհանուր գիտակցությունը բարձրացնել։ Այսօր դժբախտաբար Facebook-ի եւ մնացած սոցցանցերի միջոցով ցանկացած անձնավորություն ինքը իրեն մասնագետ է կարծում։ հմ, Մարդիկ կան, ովքեր որ ChatGPT կամ արհեստական բանականության կամ OpenAI կամ չգիտեմ տարբեր գործիքների միջոցով ինչ որ բան search են անում եւ բերում են եւ որպես իրենց տեսակետ ներկայացնում են։ Մինչդեռ ChatGPT եւ մնացած բոլոր այդ արհեստական բանականության տվյալների բազան, այն ինչը որ հասարակ ժողովուրդը օգտվում են, խոսքը դրա մասին է, ոչ թե այն ինչը որ պետություններն են օգտագործում։ Այդ բնագավառում գոյություն ունեցող տեղեկատվությունը իրենք վերցնում են համացանցից։ Իսկ համացանցում գոյություն ունեցող տեղեկատվության հիմնական մասը կեղծ է, կիսաճշմարտանման է։ Եվ դրա հիման վրա իրենք վերլուծություն անում եւ այդ կիսաճշմարտանման վերլուծություն ներկայացնում են ժողովրդին։ Մարդիկ պետք է հասկանան, որ իրենք կարող են ունենալ սեփական տեսակետը, բայց այդ սեփական տեսակետը որպես բացարձակ ճշմարտություն ներկայացնել հասարակությանը իրավունք չունեն։ Սա մեկ։ Երկրորդ հերթին, երբ որ Տիրադավը, Նիկոլը եւ մնացածները իրար հետ գալիս են ինչ որ մի քայլ են կատարում, դրա տարածումը ընդդիմության կողմից կամ ընդդիմադիր դաշտում գոյություն ունեցող մեդիայի կողմից ոչ թե դառնում է իրազեկում, այլ դառնում է սև քարոզչություն իշխանության համար։ Մեկը այդ հայտարարությունը այսպես թե այնպես հայկական ժամանակը տարածելու էր, Ազատության ռադիոկայանը տարածելու էր, Սիվիսը տարածելու էր, իրենց մեդիա նյուզը տարածելու էր, բոլոր իրենց լրատվամիջոցները տարածելու էին։ Եվ հասարակությունը այսպես թե այնպես դրանով ծանոթանալու էր։ Հանրային ռադիոն տարածելու էր, հանրային հեռուստատեսությունը տարածելու էր։ Էլ ինչ կարիք կա, որ մնացածն է տարածել։ Այդպես դուք մտնում եք այդ սև քարոզչության շղթայի մեջ, որը ջուր է լցնում Նիկոլի ջրաղացին։ Ակամայից եք դառնում։ Պիտի դադարեն լրատվամիջոցները, լուրջ լրատվամիջոցները, մի քանի լայքերի կամ մի քանի սրտիկների կամ չգիտեմ մի քանի ինչ-որ բաների համար նմանատիպ հուզականություն առաջացնեն։ Առանց այդ ժողովուրդը ինքը ռացիոնալ ապրող է։ Առանձին մարդիկ ունեն հուզական աշխարհ եւ հուզական դրսևորումներ, բայց երբ որ խնդիր է առաջանում հավաքական դիրքորոշում ունենալ, այդ ժամանակ հուզականությունը հասարակության մեջ գնում է մի կողմ եւ ինքը ցուցաբերում է ռացիոնալ դիրքորոշում։ Այսօր այդ ձև ինչպես որ ընդդիմությունը, շակերտավոր ընդդիմությունը կատարում է իր աշխատանքը, ընդհանրապես հասարակ ժողովրդի մոտ առաջացնում է մի պատկեր, որ ընդդիմություն, իշխանություն նույնն է եւ իրենք իրավունք ունեն։ Այսօր ընդդիմությունը ավելի շատ է քարոզում Նիկոլ, քան թե ինքը։ Եթե ընդդիմությունը դադարի Նիկոլին քարոզելը, Նիկոլը կկործանվի ընդամենը շաբաթների ընթացքում։ Չգիտեմ, դժվար է ասել, բայց մասնագիտորեն կարծում եմ դուք իրավացի եք, ուղղակի դժվար կլինի լռել ու միշտ մտածել եմ հետևյալ կերպ, ինչ այդ մարդը շատ վտանգավոր բաներ է ասում մեր երկրի մասին, պետք է իրազեկել։ Ես չգիտեմ, գուցե սխալ եմ մտածում, այդ իրազեկման ժամանակ, ինչպես դուք եք ասում, այդ սև PR-ն է աշխատում։ Հասկանում եմ, բայց անցնենք առաջ, պարոն Պետրոսյան, տեսեք, Փաշինյանի այս հայտարարությունները, այս քայլերը իրավաբանները նաև մեկնաբանեցին, հստակ նկատելով, որ այստեղ ակնհայտորեն նա միջամտում է մեր եկեղեցու ներքին գործերին եւ խախտում է
օրենքները, սահմանադրություն, Հայաստանի տարբեր օրենքներ եւ նշվում էր, օրինակ սահմանադրագետ Գոհար Մելոյանի գրառումն է իմ ձեռքի տակ, ասում է չարաշահելով վարչապետի պաշտոնը միջամտում է հայ առաքելական Սուրբ եկեղեցու ներքին գործերին, վարչապետի կեսհավայրում մեկնարկեց գործընթաց եւ որպես վարչապետ ստորագրեց փաստաթուղթ, որը անելու որևէ լիազորություն չունի թե սահմանադրությամբ, թե օրենքներով։ Հնարավոր է, որ հենց այսպես հնարավոր լինի կասեցնել նրա քայլերը։ Հասկանում եմ, Հայաստանում իրավական դաշտը չի աշխատում։ Սա էլ է գրպանային դարձել, հա, դատական համակարգ արդարադատությունը Փաշինյանի գրպանում է հայտնվել։ Բայց եթե մենք փորձենք մյուս հատվածը, հականիկոլական, այսպես ասեմ, ազգային դաշտը, եթե հստակ աշխատի օրենքների դաշտում, իրավական դաշտում, հնարավոր է, որ մենք միասնաբար կասեցնենք նրա այս հակասահմանադրական գործողությունները։ Նորից եմ ասում, դուք ինչ եք պահանջում մի մարդուց, ով որ մինչև հիմա մարսել է Արցախի հանձնում է։ Ա, Մարսել է 5000 զոհի հուղարկավորությունը։ Մարսել է 11,000 վիրավորի խնդիրները։ Մարսել է 120,000 արցախահայության դռնեդուռ ընկնելը։ Ինչ եք սպասում։ Դուք ասում եք հակաօրինական, այդ ո՞ր մի գործողություն է օրինական եղել, որ սա է անօրինական։ հմ, ճիշտ եք։ Նիկոլը իր այս քարոզչության միջոցով իրականության մեջ շեղում է ժողովրդին։ Իրականության մեջ շեղում է, եւ նա շեղում է հիմնական հարցից, որպեսզի ժողովուրդը մոռանա Արցախը, մոռանա այն տարածքները, որ կորսել են, մոռանանք 5000 զոհերը, որ ժողովուրդը ասի լավ ապրենք, քեֆ անենք, ուրախություն անենք։ Հա, ոչ մեկը քեֆ ուրախության հետ դեմ չի, ոչ մեկը լավ ապրելու հետ դեմ չի, բայց ոչ թե մեր երեխաների արյան գնով, ոչ թե մեր տունը քանդելու գնով, ոչ թե մեր տունը գրավ դնենք, եթանք հարսանիք անենք եւ հետո տունը կորցնենք։ Հիմա դուք ասում եք եկեղեցու դեմ իր հայտարարություն անօրինական։ Նիկոլի ի՞նչն է օրինական։ Սահմանադրական դատարանի նախագահի նշանակումներ իրենը օրինական։ Արցախի հանձնումներ օրինական, հայկական բանակի ոչնչացումներ օրինական, ազգային անվտանգության ծառայությունը փալաս դարձնելն էր օրինական, արտաքին գործերի նախարարության ոչնչացումն էր օրինական, թե պետական համալսարանի ղեկավարության նշանակումն էր օրինական։ Ինչն է Նիկոլը օրինական արել այս երկրում, որ դուք ասում եք այս քայլը անօրինական է։ Այս մարդու ապրելն է անօրինական։ Այո։ Դուք ինչ եք ուզում իրենից։ Ինչ անօրինականության մասին եք խոսում։ Իսեր Աստծո։ Մ, Ա, Ես ուղղակի ուզում հասկանալ, պարոն Պետրոսյան, ինչու տվեցի այդ հարցը, որովհետև ամեն նրա գործողությունից հետո մենք լսում ենք տարբեր մասնագետների, կոնկրետ իրավաբանների, քաղաքագետների իրենց հերթին ամեն մեկը իր մասնագիտական հարթության մեջ մեկնաբանում է, փորձում է վերլուծել, այ ինչպես ներկայացրեցի ձեզ, տարբեր փաստաբաններ, հա, իմ ձեռքի տակ կա մյուս փաստաբանների խոսքը, որտեղ բոլորը միաժամանակ գտնում են, որ հերթական անօրինական գործողությունն է։ Լավ, հետո, հիմա ինչ պիտի անենք մենք։ Իդեպ ժողովուրդը ամենահստակ գնահատականներն է տալիս, որ սատանայի հետ գործարքի գնալու հերթական ակտն է ստորագրվել։ Ես տեսնում եմ սովորական մարդիկ հիմնականում հուդա, այսպես սատանայի հետ գործարք նման ձևակերպումներ են անում։ Մարդիկ խիստ վրդովված են, դա ակնհայտ է։ Պարոն Պետրոսյան, մենք նկատում ենք այս սրանից հետո նորից մի նոր այսպես մեծ զայրույթի, մեծ ընդվզման այսպես զայրույթ է, բան է առաջացել, հա, գոնե թե Facebook-յան տիրույթում դա երևում է։ Չգիտեմ, դա փողոցում չի արտահայտվում, պայքարի ձև որպես չի արտահայտվում մեկ այլ հարթակներում, բայց հրաշալի արտահայտվում է Facebook-յան հարթակում։ Հիմա ուզում եմ ձեզ Գիտեք, հարցնել, ինչ ենք անում։ Ներողություն ավարտեմ, դուք ասացիք, ինչ եք ուզում մի մարդուց, ով հանձնել է Արցախը եւ այլն, զոհեր է տվել 5000 եւ այլն, գերիներ ունենք։
Բաքվի բանտերում, Երևանի բանտերում։ Այո, ամենամեծ մեր սխալն այն էր, որ նա Արցախը հանձնելուց հետո մնաց իշխանության ղեկին եւ շարունակում է մնալ։ Ուրեմն այդ մարդը ամեն ինչի ունակ է, եկեղեցին էլ է ոչնչացնելու, հայ պետականությունն էլ։ Հիմա եկեք, ինչպես միշտ ես ձեր հետ իմ հարցազրույցներում միշտ փորձում եմ եզրափակել հետևյալ հարցով. ինչ ենք մենք պատրաստվում անել։ Հասանք նրան, որ գնում ենք ընտրություններին, պարոն Պետրոսյան։ Այս մարդու Գնանք հետ նախ եւ առաջ, ընտրությունների են սպասեք, գնում։ սպասեք, Ասեք, սպասեք։ ասեք։ Նախ եւ առաջ Նիկոլը եւ իր թիմը գալատ կանեն, բառիսկուն իմաստով գալատ կանեն, կպնեն հայոց եկեղեցու։ Իրենք ինչ են ասում, իրենց ոչնչությամբ իրենք ընդամենը շատ մանր կենթանի են, որոնք որ եկել են եւ անցնելու են։ Իրենք ինչ են, որ ուզենան հայոց եկեղեցուն ոչնչացնել։ Երբ որ դուք ասում եք որպես լրագրող, որպես լրատվական դաշտ, հայտարարում եք, որ Նիկոլը եկել է հայոց եկեղեցին ոչնչացնի, դա տպավորվում է, բացասական մասը տպավորվում է ժողովրդի մեջ, եւ Նիկոլը դառնում է ավելի հզոր, քան այն ինչը որ կա։ Սա մեկ։ Սա ճիշտ այն մեթոդաբանությունն է, որը Միացյալ Նահանգները իր հոլիվուդյան կինոներում է ցույց տալիս։ Վերում է մի Ռեմբո եւ ասում է մի Ռեմբոն 100 հոգու դեմ կռվում է։ Բայց իրականությունը այդպես չի։ Փաստը այն է, որ Միացյալ Նահանգները երկրորդ աշխարհամարտից այս կողմ շուրջ 200 երկրի վրա հարձակվել է տարբեր անգամներ եւ մի քանի խոշոր պատերազմների մեջ է մտել։ Եվ բոլոր պատերազմներում նա պարտվել է, բոլոր պատերազմներում խայտարակվել է։ Հիմա նույնը անում է Նիկոլը, օգտվելով ընդդիմադիր դաշտի այս չակերտավոր միամտությունից, այդպիսի բան անում։ Հուզմունքը ժողովրդի մեջ շատ է, բողոքը շատ է, դժգոհությունը շատ է, բոլորը Facebook-ում, այո, Այո։ քանի որ այդտեղ են բոլոր մարդիկ կարողանում խոսել եւ պատասխանատվության չենթարկվել։ Եվ իրենք դարել են ճիշտ ընդդիմության նման։ Մгм. Երկրում ընդդիմություն ես չեմ տեսնում, չկա, որը ցանկություն ունենա պատասխանատվություն վերցնի իր վրա։ Պատասխանատվություն վերցնելուց առաջ պետք է ունենաս հստակ ծրագիր։ Հազար անգամ էլ խոսել ենք այդ մասին։ Այսօր Հայաստանում գոյություն ունեցող ընդդիմադիր դաշտը եւ հինը եւ նորը ոչ մեկը չունի ծրագիր։ Մենակ ասելով, որ Նիկոլը լավ չի պիտի հեռանա, դա շատ քիչ է։ Ժողովուրդ ուզում է տեսնի վաղը։ Մгм. Ուզում է տեսնի վաղը նորից կարող է մի կտոր հացը վաստակի եւ տանի տուն եւ իր երեխաներին կշտացնի, թե ոչ։ Եթե դուք դրա համար որևիցե ծրագիր չունեք, ժողովուրդը ոչ մեկի հետևից չի գնա։ Ընդդիմադիր դաշտը դարձել է ընդամենը մի բարձրախոս եւ սպասում է Նիկոլը ինչ որ մի բան խոսի, իրենից դուրս տա եւ ինքը սկսի դա քննարկել։ Էրիք է լավ։ Մгм. Բավական է։ Ժողովուրդ ջան, եթե չեք իմանում ինչ է ընդդիմադիր դաշտը, վերցրեք մի երկու հատ գիրք կարդացեք։ Եվ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, այսպես ասած, տափոններով քաղաքագետներ էին պարտադրում, որ դուրս գան համալսարաններից։ Իրենք չէին պատկերացնում այս օրը։ Իրենք ինչ են անում։ Իրականության մեջ Նիկոլի ջրաղացին ջուր են լցնում։ Եվ Նիկոլ են աճեցնում նորից այս ժողովրդի գլխին։ Եվ ժողովուրդը չի հավատում, չի վստահում ոչ մեկին, իրավունք ունի։ Ով է իսկական դրոշը վերցել եւ դուրս եկել փողոց։ Ոչ մեկը։ Քան որ ոչ մեկը ցանկություն չունի մտնի պատասխանատվության տակ։ Սա է խնդիրը, ինչ եք ուզում ժողովրդից։ Ժողովուրդը ինքը միշտ հետևել է եւ շարունակելու է հետևել նորից։ Պարոն Պետրոսյան, գնում ենք ընտրություններին ընդառաջ, տարին նախընտրական է։ Ինչ ընթացք եք կանխատեսում։ Դուք ասացիք, որ Փաշինյանը չի ձգի մինչև ընտրություններ, քաղաքացիական բախումներ կհրահրի, որպեսզի դա ընտրությունները տեղի չունենա եւ շարունակի ինքը կառավարել։ Չգիտեմ որքանով է դա հավանական, համարենք դա Փաշինյանի ծրագիրն է։ Իսկ որն է ընդդիմադիր դաշտի, այդ թվում նաև ձեր ծրագիրը։ Եթե լինում են ընտրություններ, ինչպես ենք կարողանում
պայքարել այդ վերընտրության դեմ, այս հակահայկական օրինագիծ քաղաքականություն վարող այս իշխանության վերարտադրության դեմ ինչպես ենք պայքարելու։ Եթե ուզում եք, ես ընդդիմության փոխարեն պատասխան տամ, թե ինչ է անելու ընդդիմությունը, չար սխալվում եք։ Ես ցանկություն չունեմ իրենց փոխարեն ոչ մտածելու, ոչ խոսելու։ Ես իմ խոսքը իրենց հետ խոսել եմ դեռ 2021 թվականին, նախքան ընտրությունները։ Երբ որ մեր գրասենյակում հավաքվել էին, քննարկում էին եւ ասացի, որ ձեր ընտրություններին մասնակցելը օրինականացնելու է Նիկոլի Արցախի հանձնումը։ Քանի որ նոյեմբերի 9-ի համաձայնագիրը շատ հստակ ցույց էր տալու, որ Արցախը հայաթափվելու է։ Շատ հստակ ցույց էր տալիս։ Շատ հստակ ցույց էր տալու, որ հայկական բանակին պետք է ոչնչացնել։ Եվ դա տեսնում էին բոլորը։ Եվ եթե այդքան տեսնելուց հետո իրեն գնում են ընտրություններին, իրենց հետ այլևս գործ չունեն։ Իսկ ինչ ենք անում մենք։ Մենք փորձում ենք հնարավորին չափ իրազեկել ժողովրդին։ Հնարավորին չափ, ամեն ձևով։ Կամ գրքեր հրատարակելով, կամ հոդվածներ գրելով, կամ Facebook-յան հարթակներում տարբեր տիպի ակտիվություններ ցույց տալով, կամ տարբեր մասնագետների քաջալերել, որպեսզի իրենք խոսեն, կամ սեմինարներ անելով։ Սա այն է, ինչը որ այսօր մենք հնարավորություն ունենք անելու։ Մենք հավատացած ենք, որ ժողովուրդը այս վիճակից դուրս կգա ընդամենը մի ձևով, երբ որ ինքը իր գիտակցությունը բարձրանա։ Եթե չէ մենք ընկել ենք մի դաշտ, որտեղ որ հիմնական մեդիան ֆինանսավորվում է արևմուտքից, կառավարությունը իրականացնում է արևմտյան ծրագրերը, ընդդիմությունը լուռ ու մունջ գնում է այդ ծրագրերի հետևից եւ ցանկություն չունի ընդվզի արևմուտքի հետ։ Իսկ աշխարհը փոխվում է։ Հին համակարգը դեռ չի ոչնչացել, նորն էլ չի ձևավորվել։ Եվ այս քաոսի մեջ պետություններ են ոչնչանալու, ժողովուրդներ են քացուտակ ընկնելու, բառիս բուն իմաստով։ Եվ այն պետությունները, այն ժողովուրդներն են հաղթելու, ովքեր որ իրենց անվտանգությունը, իրենց չեն վստահում ուրիշի։ Հայ ժողովրդի անվտանգության հիմնական, այսպես ասած, երաշխավորը Սփյուռքն էր։ Իսկ Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Նիկոլ, բոլորը այդ հնարավորությունը ամեն մեկը իր ձևով ոչնչացրեց։ Եվ հիմա միայն մի բան է մնում։ Հայաստանից Սփյուռք, հայ հասարակության գիտելիքը մեծացնել եւ սովորեցնել նոր պատերազմի մեթոդները։ Նոր պատերազմները, որը տեղի են ունենում աշխարհում, էլ արդեն մեծ զորքերով, հսկայական տեխնոլոգիաներով տեղի չեն ունենում։ Դրանք վերջի փուլն են, որը գալիս են եւ տիրանում են։ Արևմուտքը 35 տարի աշխատեց Հայաստանում եւ սովորեցրեց, որ ընտանիքը ոչ մի բանի պետք չի։ Թշնամին թուրքը չի, թուրքը բարեկամ է։ Մշակույթն ու կրթությունն ու գիտությունը բանի պետք չեն։ Հայոց լեզուն ունի լուրջ թերություններ, հայոց մշակույթը բանի պետք չի, հայ եկեղեցին չգիտեմ ինչ ունի։ Սա են իրենք քարոզել 35 տարի անբարոյականություն։ Եվ սրա դեմը առնելու համար պետք է օգտվել նույն մեթոդները, հեծանիվ պետք չի հորինել։ Վերջոց այդ բոլոր մեթոդները ունեն իրենց հակազդման ձևերը եւ մեթոդաբանությունը։ Ուղղակիորեն պետք է վերցնել եւ օգտագործել։ Շատ լավ, պարոն Պետրոսյան, չգիտեմ, ամփոփիչ խոսքով գուցե ասեք, լավ, ինչու եմ վարանում մի տեսակ հարցս ձևակերպել ընտրությունների հետ կապված, որովհետև հասկանում եմ, որ դուք ինքներդ մերժում եք այն ընտրությունները, որոնք պիտի տեղի ունենան, եւ համարում եք, ինչպես շատ շատերը, շատ ողջամիտ մարդիկ համարում եք, որ չի կարելի այս մարդու հետ գնալ ընտրության։ Մեծագույն սխալ է դա, բայց փաստը այն է, որ գնում են։
Եվ լրագրողներս էլ հաճախ փորձում ենք այս հարցազրույցների ժամանակ հասկանալ ի վերջո ինչ դաշինքային տարբերակ կարող է լինել, որպեսզի գոնե հնարավոր լինի ինչ որ կերպ թույլ չտալ այս մարդկանց վերընտրությունը կամ շատ մանդատներով, հա, խորհրդարանում ներկա լինելը։ Հասել ենք այդ վիճակին, դուք շատ ճիշտ թվեցիք, բազմաթիվ ճակատագրական, ողբերգական պահեր հայ ժողովրդի համար ստեղծած այս մարդը գնում է ընտրության եւ ընդդիմությունն էլ նրա հետ միասին գնում է մասնակցելու ընտրությունների։ Հիմա ինչ պիտի անի ժողովուրդը։ Տեսեք, ես էլ երբ որ շփվում եմ որպես լրագրող ժողովրդի հետ, մարդիկ ասում են կամ չենք գնա ընտրությունների, կամ կգնանք գուցե եւ կընտրենք Փաշինյանին, տեսեք ինչ սարսափելի բան եմ ասում, որովհետեւ ասում են չենք տեսնում այլընտրանքը, ոմանք ասում են քիչ թիվ է կազմում, բայց ասում են դե խաղաղություն է բերում, այդպես ասողներ էլ կան եւ կարծում եմ, որ այս ամբողջ ընթացքում արևմուտքը լծվելու է հենց այն քարոզչությանը, որ Նիկոլ Փաշինյանը միակն է, ով խաղաղություն է բերելու, հետեւաբար հայ ժողովուրդը պետք է ընտրի Փաշինյանին։ Ինչ ունենք մենք այդ դուք ասացիք սեմինարներ եք անում, միջոցառումներ, մարդկանց շատ ակտիվ այո ձեր գրառումները, որոնք եւս տեղ են գտնում մեր կայքում, մեր լրատվամիջոցում, տարածում ենք, բայց կարծում եք դա բավարար է այդ ամբողջը, երբ որ դուք նաեւ շեշտեցիք 35 տարի Նիկոլներ են աճեցվել, որոնք պայքարել են, պիտի այն քարոզչությունն է իրականացվել, որ պիտի պայքարեն մեր արժեքների դեմ, եւ այսօր մենք տեսնում ենք, չէ, այս քայքայիչ հետևանքները, եկեղեցու դեմ այս արշավը, այդ ամբողջ քարոզչական տարիների հետևանքն է։ Լավ, հիմա 35 տարի աշխատել են։ Մենք ունենք ընդամենը 5 ամիս ժամանակ։ Ինչ պետք է անենք, որովհետև հակառակ դեպքում, եթե չենք անում կոնկրետ քայլեր, գործողություններ, ապա մենք ընտրությունների հաջորդ օրն իսկ Հայաստանը ուղղակի կդառնա, եթե արդեն չի դարձել, թուրքական վիլայետ, այն ինչ որ ասում ենք ու սարսափում ենք, դա իրականություն կդառնա, 300,000 եւ ավելի ադրբեջանցիներ կլցվեն Հայաստան, եւ այդ պատկերը ոչ թե տխուր է, դա ողբերգական վերջ կլինի, վերջը կլինի մեր անկախության, Հայաստան պետության, հայերի պետության։ 5 ամիս ժամանակ, պարոն Պետրոսյան, 5 ամիս։ Ինչ ենք անելու այս ընթացքում, որպես եզրափակիչ նաև խոսք ասեք եւ ավարտենք մեր հարցազրույցը։ Արեք հարցը նայենք իրապաշտորեն Իհարկե։ եւ հուզմունքը դնենք մի կողմ։ Նախ եւ առաջ պատերազմը 44 2020 թվականի պատերազմին բավականին մեծ կորուստներ ունեցան եւ ադրբեջանցիները եւ հայերը։ Այդ իսկ պատճառով խաղաղություն եւ առևտուր եւ ադրբեջանցիների գալը Հայաստան այդքան հեշտ ու հանգիստ չի լինի, այնպես ինչպես որ փորձում են ներկայացնել ընդդիմությունը։ Սա էլ մի մեծ սխալ է ընդդիմության կողմից, որը փորձում է վախեցնել ժողովրդին եւ այդ վախենալու արդյունքում ժողովուրդը թողնում եւ հեռանում է Հայաստանից։ Մինչդեռ պետք է Հայաստանում մնան հայերը, ոչ թե հնդիկները կամ սևամորթերը կամ արաբները։ Սա մեծագույն սխալն է, որը թույլ է տալիս ընդդիմությունը եւ դրանով օգնում են Նիկոլին։ Սա մեկ։ Երկրորդ հերթին։ Ինչ պիտի անենք մենք։ Գիտեք, երբ որ կինը վիժել է արդեն եւ պտուղը մեռած է, ինչ են անում։ Մորն են փրկում, ոչ թե պտուղը։ Բոլորը շատ լավ հասկանում են, որ հաջորդ տարի ընտրություններին գնալով իրենք ջուր են լցնելու Նիկոլի ջրաղացին։ Բոլորն են հասկանում։ Քոչարյանն էլ է հասկանում, Սերժն էլ է հասկանում, Լևոնն էլ է հասկանում, Սամվել Կարապետյանն էլ է հասկանում, Ռուբեն Վարդանյանն էլ է հասկանում, բոլորը հասկանում են դա։ Բոլորը։ Եվ բոլորը հասկանում են, որ Նիկոլը Հայաստանի կեսին կկոտորի, բայց չի գնա։ Քանի որ իր իշխանության կորուստը նշանակում է իր կաշին քերթել։ Դրա համար ինքը ատամներով պահելու է։ Այդ իսկ պատճառով ընտրություններին գնալուց առաջ ինքը դաշտը իր համար այնպես է մաքրելու, որպեսի որևիցե ուժեղ կուսակցություն չլինի։ Սա այն մեթոդաբանությունն է, որ ժամանակին ՀՀՇ-ն էր օգտվում, հետո Ռոբերտը, հետո Սերժը, հիմա էլ Նիկոլը, մա տավանդույթը, որը Լևոնը ձևավորեց եւ միջև հիմա շարունակվում է։ Այսպիսի իրավիճակներում Այսպիսի իրավիճակներում գնալով ընտրություններ
օրինականացվելու է Նիկոլի ցանկացած քայլ։ Ցանկացած քայլ։ Ընդդիմությունը ինչ է կարողանում անել խորհրդարանում։ Ոչինչ, ոչինչ։ Ընդդիմությունը ինչ է կարողանում քաղաքապետարանում։ Ոչինչ։ Լավ, այս դատարկ ձայնը իրենց ոչինչ չի հասկացնում։ Լավ, ինչու եք գնում ընտրություններ եւ օրինականացնում, եթե նույն կացայից չեք սնվում։ Սա է խնդիրը։ Իսկ ժողովուրդը հիմար չի։ Ժողովուրդը հիմար չի, ժողովուրդը իսկապես իմաստուն է եւ տեսնում է ամեն ինչ։ Ում մասին եք տեղեկատվություն ուզում իմանալ։ Վազգեն Միրզախանյանի 2 րոպեի պատմություն է։ Էջմիածնում պատտվեք, կասեն, թե իր բարեկամը ով է, հարազատն ով է, բարեկամը ինչ է արել Սերժի ժամանակ, ինչ է արել Ռոբերտի ժամանակ, ինչ է արել Նիկոլի ժամանակ, ամեն ինչը կպատմեն ձեզ։ Ընդդիմությունը դժբախտաբար մատի հետև թաքնվում է եւ ասում է ես ընդդիմություն եմ։ Ընդդիմությունը այդպես չի լինում։ Շատ լավ։ Այնպես որ եթե ընդդիմությունը խելք ունենա, կաշխատի։ Եթե խելք ունենա, կաշխատի։ Եվ եթե իսկապես նույն տեղից չեն սնվում։ Հասկանալի է։ Շնորհակալ եմ, պարոն Պետրոսյան։ Խնդրեմ։ Ծանր վիճակի առաջ կանգնած։ Մի քիչ ծանր ստացեց խոսակցությունը, բայց ես միշտ ասել եմ, որ ավելի լավ է ուղիղ խոսել, քան թե փորձել թաքցնել այն ինչը, որ պետք չի։ Իրավիճակն է ծանր եւ դուք բնականաբար չեք կարող գունավորել այն իրականությունը, որը արկա է։ Շնորհակալ եմ, պարոն Պետրոսյան, վերհիշեցնեմ իմ հեռուստադիտողներին, վերհիշեցնեմ, որ հեռավար կապով ես զրուցում եի Հայաստանի ժողովրդական շարժման առաջնորդ Վազգեն Պետրոսյանի հետ։ Լավ եղեք, կհանդիպենք։